Բաքուն հանդես է գալիս երկխոսության եւ արկահարցերը քննարկելու օգտին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա հավելել է Անտալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր։ Այն կարևոր էր, քանի որ առաջինն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո ընդգծել է նա։ Բայրամովը կրկնել է համաձայնագիրը ստորագրելու համար հարկավոր է, որ Մինսկի խումբը լուծարվի։ Նա նաեւ հերթական անգամ մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ իբր տարածքային պահանջներ ունենալու համար։ Բայրամովի խոսքով Սլովենիայի նախարարի հետ հանդիպմանը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, հայ-ադրբեջանական բանակցություններին։ Զախարովայի խոսքով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնություններն այսօր էլ արդիական են։ Լիարժեք եռակողմ գործակցության հնարավորինս շուտ վերսկսումը կնպաստեր Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը եւ բարգավաճմանը։ Պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին հաշտեցման հարցում։ Փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հիանալի գաղափարներ են մշակվել։ Պատրաստ ենք ներկայացնել սահմանազատման եւ սահմանագծման ոլորտում մեր փորձը, քարտեզագրական եզակի նյութերը, օգնել հումանիտար հարցերում։ Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին, ՌԴԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում վերջին զարգացումների ֆոնին Մինսկի խումբը կորցրել է արդիականությունը։ Հետևաբար Մինսկյան բոլոր կառույցները, այդ թվում Մինսկի խումբը Ղարաբաղյան կարգավորման հարցով ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։ Կարծում ենք համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը կլինի Բաքվի եւ Երևանի համատեղ առաջարկը։ Մտադիր ենք աջակցել մեր գործընկերներին խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու գործում։ Զախարովան հավելել է, Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների, այդ թվում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մեկնել է Իրան։ Ռաֆայել Գրոսիին ընդունել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին Գրոսիին կոչ է արել չտրվել որոշ պետությունների ճնշմանը եւ կատարել ատոմային գործակալության ստանձնած պարտավորությունները։ Իրանը վճռական է շարունակելու գործակալության հետ շփումները եւ կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, հավատացրել է Արաղչին։ Նա ընդգծել է երկխոսության եւ դիվանագիտության կարեւորությունը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն էլ համոզմունք է հայտնել, որ կառույցի եւ Թեհրանի գործակցությունն անհրաժեշտ է երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Դիվանագիտության կարիք կա, շեշտել է Գրոսին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա չէր բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը։ Ֆրանսիայի նախագահն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին եւ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին, որը վերջին օրերին հանդիպել է Վլադիմիր Պուտինի եւ միջուկային գործարքի հարցով իրանական պատվիրակության հետ։ Հայտնի է, որ Փարիզյան շփումների օրակարգում են եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը, հրադադարի հասնելու ջանքերը եւ Իրան-ԱՄՆ լարվածությունը։ Զուգահեռ Փարիզում են նաեւ Կիևի ներկայացուցիչները, որոնք բանակցություններ են անցկացրել եվրոպացի գործընկերների հետ։ Քննարկվել է պատերազմին վերջ տալու, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների եւ եվրոպական ռազմական կոնտինգենտի տեղակայման հեռանկարը։ Այնուհետև տեղի է ունեցել Կիևի եւ Սպիտակ տան պատվիրակությունների հանդիպումը։ ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է Ռուսաստանում Թալիբան շարժման գործունեության արգելքը, նիստն անցել է դռնփակ ռեժիմով։ Ռուսաստանում Թալիբան նահաբեկչական կազմակերպություններ ճանաչվել 2003 թվականին ՄԱԿ անվտանգության խորհրդի ցուցակում ընդգրկվելուց հետո։ Թալիբներն Աֆղանստանում իշխանության են եկել 2021 թվականին։ Ռուսաստանի իշխանությունը պաշտոնապես չի ճանաչել Աֆղանստանում ձևավորված ղեկավարությունը, սակայն մի քանի անգամ ընդունել է շարժման ներկայացուցիչներին Մոսկվայում։ Դիանա Գասպարյան, լուրեր։